Առանձնացրել եմ այստեղ բոլոր ակտիվ ակտուալ արժութային զույգերը Forex շուկայում տվյալ պահին, որպեսզի մենք միասին իրականացնենք աշխատանքային սեանս կարեկցիայի հաշվարկ թեմայով։ Ընկերներ ջան, մոտ 2 ամիս է արդեն իմ ալիքում բացվել է կարեկցիայի հաշվարկ կարևոր թեման, ինչով այն կարևոր, քանի որ գրաֆիկի հիմնական 3 բաղադրիչներից մեկն է կարեկցիան եւ կարեկցիայի հաշվարկի իմացությունը ֆիլտրում է մի մեծ գործարքների ամբողջություն, որոնք ֆիլտրվում են տրեյդերի կողմից եւ դրանք այլևս չեն բացվում, այդ սխալները թույլ չեն տալիս։ Ընկերներ ջան, ուրեմն հիմա միասին վերլուծելու ենք գրաֆիկը, բացելու ենք գործարքներ, ինչպես ասեցի, կարեկցիայի հաշվարկ օգտագործելով։ Ընկերներ ջան, ուրեմն տեսեք, օրինակ հենց տվյալ գրաֆիկում բազմաթիվ ուռովեններ կան, լոկալ մասում կա եւ դեպի վերև տրենդ եւ դեպի ներքև տրենդ կարող եք տեսնել, օրինակ այսպես կարող եմ նշել դեպի ներքև երևացող տրենդը, տեսեք այս մաքսիմումը նախորդ չի թարմացվել, այսպես կարող եք տեսնել եւ սա դեպի ներքև տրենդն է եւ դեպի վերև տրենդը ընկերներ ջան, այսպես յուրահատուկ դեպի սիմետրիկ երանգյան օրինակ էլ կա այստեղ եւ տեսեք այսպես լոկալ դեպի վերև տրենդ կա։ Հիմա ընկերներ ջան, ինչպես գիտենք, գլոբալ դեպի ներքև, լոկալ դեպի վերև աշխատանքային միջանցքներում ակտուալ են դիմադրության եւ աջակցության ուռովենները։ Սակայն մյուս կողմից էլ այստեղ բազմաթիվ ուռովեններ ունենք եւ չենք կարող ամեն պատահած ուռովենից բացել դեպի վերև կամ դեպի ներքև եւ անընդհատ դագունները բացել դա արդեն պրոֆեսիոնալ չէ։ Անցնում եմ M3 time frame-ին, M1-ում բոլոր մոմերը դասավորվում են ավելի մեծ time frame-ում եւ ինչ եմ տեսնում արդեն M3 time frame-ում։ Ընկերներ ջան, բազմաթիվ շարժ արդեն ընդհանուր առմամբ ինձ բարձրադառնում M3 time frame-ը նայելուց հետո։ Տեսեք, մինչև այստեղ է ստրուկտուրայի փոփոխումը, տեսեք, այս աշխատանքային միջանցքի այս հատվածում եղել են 6 րոպեանոց եւ 3 րոպեանոց փոքր եւ մեծ կարեկցիաներ։ Կարող եք տեսնել այս օրինաչափությունը եւ շարժման տրամաբանությունը, սակայն այստեղ արդեն ստրուկտուրան հատվել է, փոփոխվել է, դրա համար M3 time frame-ով կարեկցիան հաշվարկել եւ աջակցության ուռովենների հետ աշխատել տգալպային չեմ կարող, հակառակ կողմից կարող եմ ասել դեպի ներքև գործարքները բացելու համար դեպի վերև տեսնում եմ ակնհայտորեն 6 րոպեանոց եւ 3 րոպեանոց կարեկցիաներ, որոնք տգալ պահին ակտուալ են։ Այստեղ եղել է ճիշտ ասենց մեկ մոմ, սակայն այստեղ սա ոչ լիարժեք ձևավորված մոմը, այստեղ եղել է կոնսոլիդացիա, գնի բացման եւ փակման ունկտերի փոփոխությունը շատ չէ, կարեկցիան լիարժեք տեղի չի ունեցել։ Այսինքն M3-ով այստեղից կարող ենք անել հետևություն, որ M3-ով դեպի ներքև աշխատել միանշանակ հնարավոր է։ Տեսեք ընկերներ ջան, այս արժութային զույգը մեզ մոտ փակվեց, ցավոք սրտի, լավ, եկեք անցնենք որևէ ուրիշ արժութային զույգի, եկեք ես արագ փնտրեմ որևէ սիտուացիա, որտեղ կարելի է բացել գործարք։ Տեսեք ընկերներ ջան, այստեղ եւս բավականաչափ հետաքրքիր սիտուացիա կա։ Ընկերներ ջան, դեպի վերև գլոբալ եւ լոկալ տրենդ կա, այստեղ կարող եք տեսնել լոկալ խիստ լոկալ մասում ընկերներ ջան կարեկցիայի հաշման տրամաբանությունը եւ օրինաչափությունը 3 րոպեանոց կարեկցիաների մեջ է կայանում, կարող եք տեսնել, այստեղ 3 րոպե դեպի տրենդային թեքին, այսինքն կարելի է աշխատել, այստեղ մոմի փակվելուց հետո դեռ 50 վայրկյան կա։ Եկեք այս արժութային զույգը դնեմ այստեղ, որ արդեն լիարժեք ավարտվելուց հետո բացենք առաջին գործարքը։ Ինչ պատկեր կա այս արժութային զույգում, կրկին ընկերներ ջան ստրուկտուրան հատվել է, եթե չի հատվել, երկար կարեկցիաները տեղի են ունենում 9 րոպե, որը արդեն սպասել է բավականաչափ ժամանակ է, սակայն իմ ուշադրության կենտրոնում եւս կվերցնեմ հնարավոր է 1-2 գործարքից հետո այստեղ գործարք բացել։ Ընկերներ ջան, տեսեք, այստեղ եւս բավականաչափ հետաքրքիր սիտուացիա կա, ուրեմն եղել է 6 րոպեանոց կարեկցիա եւ 3 րոպեանոց փոքր կարեկցիա։
Այստեղ ընկերներ ջան, տեսեք, ամենայն հավանականությամբ ինչ-որ նորություն է դուրս եկել ու ստրուկտուրան հատվել է, տրամաբանությունն ու օրինաչափությունը խախտվել է, սակայն դրանից հետո գինը կրկին անցել է 6 րոպե եւ 3 րոպեանոց կառեկցիաների, այսինքն կրկին իր ակտուալությունը պահպանել է։ Տեսեք, այստեղից արդեն իր ակտիվ ռեակցիան դեպի ներքև տվել է, այստեղից բացում եմ առաջին գործարքը։ Եկեք սա դնեմ այստեղ ընկերներ ջան, ինչ պատկեր ունենք, կառեկցիան տեղի է ունեցել, կրկին դեպի վերև ակտիվ շարունակում է իր շարժը, քանի որ կառեկցիոն գործողությունները եւ շարժերը ավարտվել են, երկու կետերում էլ այստեղ բացել եմ գործարքները։ Եկեք ընկերներ ջան, անցնենք M1 time frame-ի, հետևենք այս գործարքների ընթացքին, տեսնենք ինչպես են ընթանում, որպեսզի ժամանակ չկորցնենք ու հնարավորինս շատ ինֆորմացիա հաղորդեմ ձեզ, ինֆորմացիայի ծավալը բավականաչափ մեծ է ընկերներ ջան, չնայած նրան, որ նախորդ 3 մասերում կառեկցիայի հաշվարկի վերաբերյալ ես խոսել եմ բազմաթիվ օգտակար նյուանսներից, բազմաթիվ օգտակար գիտելիքների մասին եւ ինֆորմացիայի մասին, ամեն դեպքում թաքնված են մնում եւ չասված են մնում մի մեծ ինֆորմացիա, որը ես հիշում եմ արդեն սեանսների ժամանակ, գործակներ բացելու ժամանակ, որ դրա մասին եւս կարելի է խոսել եւ դա ձեզ ասել։ Ընկերներ ջան, եւս մի քանի աշխատանքային միջանցքներ զուտ կցանկանամ վերլուծել եւ ասել ձեզ։ Տեսեք ընկերներ ջան, կրկին գլոբալ եւ լոկալ դեպի վերև թրենդի օրինակ, այստեղ տեսեք գլոբալ դեպի վերև եւ խիստ լոկալ դեպի վերև թրենդները այստեղ կան, մաքսիմումի թարմացումով շարժվում է, սակայն որպեսզի ամեն իսկ պատահած ու ռովենից այստեղից դեպի վերև գործակ չբացել, գոյություն ունի կառեկցիայի հաշվարկը, տեսեք երկար կառեկցիաները տեղի են ունենում 6 րոպե, 6 րոպե արդեն որքան ժամանակ է, իսկ փոքր կառեկցիաները 3 րոպե, այսինքն M3 time frame-ում 1 կարմիր մոմ եւ 2 կարմիր մոմ։ Այստեղ 50 վայրկյան հետո կարելի է բացել եւս գործարք, վստահ, եթե լիարժեք կառեկցիոն շարժը տեղի ունենա։ Եկեք այստեղ այս գործարքները արդեն իսկ փակվում են, այս երկու սիտուացիաներում էլ վստահ պլյուսները այստեղ վերցրեցի, կառեկցիայի հաշվարկի մեթոդով 2 իդեալական պլյուս այսօր արդեն վերցրել եմ, այսօր առանձնահատուկ եւ թրենդները շատ լավ են երևում, շատ լավ են ձևավորված եւ ռովենները եւ կառեկցիաները, քանի որ դրանք գրաֆիկի բաղադրիչներն են, ընկերներ ջան, միանշանակ փոխկապակցված են միմյանց հետ եւ մեկի լավ լինելու դեպքում մյուս երկուսը եւս լավ են լինում։ Ընկերներ ջան, այստեղ այս կառեկցիոն շարժումները 6 վայրկյանից ավարտվում են, լիարժեք տեղի են ունեցել, կարող եք տեսնել լիարժեք պունկտերով փոփոխությունը կնի տեղի է ունեցել, սակայն մեկ նյուանս կա այստեղ, տեսեք, ներքևում ունենք 0-ական ուռովեն։ Այստեղ կարող եք տեսնել 100 0-ական ուռովենը, որին գինը ենթադրաբար կարող է մոտենալ, այսինքն այս գինը կձգի դեպի իրեն, ներողություն այս ուռովենը կձգի դեպի իրեն եւ գրաֆիկը կիջնի ներքև, որից հետո արդեն կշարժվի դեպի վերև, այսինքն կառեկցիան հնարավոր է այստեղ երկարաձգվի 1-2 մոմով, այդ իսկ պատճառով այստեղ պետք է հաշվի առնել ուռովենը, կարելի է նախ եւ առաջ բացել դեպի ներքև գործարք, այսինքն որ կառեկցիան այնուամենայնիվ այստեղ 1 րոպե դեպի ուռովենը կշարժվի եւ ընկերներ ջան, որից հետո կարելի է բացել դեպի վերև, սակայն դա միանշանակ սկսնատներին խորհուրդ չեմ տալիս, իդեալական կլինի, որ հիմա գինը տվյալ մոմի ընթացքում, որը որ հիմա բացվել է, իջնի 100 ուռովենին մոտիկ, տեղի ունենան իմպուլս այդ ուռովենի զոնայում, որից հետո բացել գործարք։ Այստեղ 2 պլյուսն էլ արդեն վերցրել ենք, եկեք հիմա սպասենք, տեսնենք այս սիտուացիան ինչպես է ամբողջովին տեղի ունենում, տեսեք արդեն իմպուլսը տեղի ունենում դեպի 0-ական ուռովեն, չնայած նրան, որ կառեկցիոն գործողությունները արդեն իսկ ավարտվել են ընկերներ ջան, սակայն նման ուռովենները դեպի իրենց են ձգում գինը եւ գրաֆիկը, կառեկցիան կարող է երկարաձգվել, ընկերներ ջան, միշտ մինի կառեկցիաներ տեղի են ունենում, եթե կա հզոր ուռովեն։ Միշտ հաշվի առեք, սա նյուանսներից մեկն է, իմպուլսով մոտենա
այս զոնային դիպչի զոնային կամ մտնի եւ անմիջապես դիպչի 100 զրոյական ուռովին կարելի է վստահ այստեղից բացել գործարք բացելու ժամանակն է, բացում եմ գործարք, արդեն հորիզոնական ուռովենից կարեկցիոն գործողությունները ավարտվել են, սակայն ընկերներ ջան, տեսեք, լիարժեք կարեկցիայի գործողությունները իրականացել են 100 ուռովենը ձգեց դեպի իրեն գինը, դրանով իսկ արդեն առաջացնելով 3 կարմիր մոմեր, այսինքն 9 րոպեանոց կարեկցիա եւ ստրուկտուրան գրաֆիկի ընդհանուր արդեն հատվում է։ Տվյալ գործարքը տվյալ պահին այս գրաֆիկի եւ այս սիտուացիայի վերջին, կոպիտ ասած, վերջին տոմսն է, որտեղ կարելի է բացել գործարք ու վերցնել դուրս գալ տվյալ գրաֆիկից ու շուկայից տվյալ պահին։ Շուկայից դուրս են գալիս, քանի որ 3 գործարք արդեն վերցրել ենք, իսկ տվյալ կետից արդեն դուրս են գալիս, քանի որ ստրուկտուրան հատվել է, սա վերջին կոպիտ ասած շահող տոմսերն են այստեղ գործարք բացելու համար։ Եկեք սպասենք տվյալ գործարքի արդյունքին։ 3, 2, 1 հիանալի անկերներ ջան, իդեալական պլյուսեր, իդեալական 3 սիտուացիաներ էին, հուսով եմ կարեցա որևէ օգտակար ինֆորմացիա փոխանցել ձեզ, 3 իդեալական սիտուացիաներ, որոնք որ վերլուծեցին, կարող եք նայել կրկին ինչպես են տեղի ունեցել սնած անալիզները, եթե կլինեն հարցեր, կարող եք գրել ինձ նկարագրության բաժնում, կտեսնեք մեր ալիքի լինքը, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաշխ թողնեք հետագա կարևոր վիդեոները, հաջողություն։